Բավականին լավ արդյունք էր, էլի, մոտավոր մի ամսում նիհարեցի 7-ից 8 կիլո ու ահագին իջա, համարյա ստաբիլ 57 մնում էի ու շատ դուրս եկավ, էլի։ Մեր զրուցակիցը մեկն է այն հազարավոր համակարգացիներից, ով օգտվել է համացանցային սննդաբանի ծառայություններից քաշը ցանկալի մակարդակի բերելու համար։ Բավականին գոհ է արդյունքից, ավելի շուտ գոհ էր։ Ստամոքսս ցավում էր անընդհատ ու իմ ամենասիրած բանն էլ որ ուտում էի, սկսում էր ցավալ։ Ես զզվում էի անգամ ուտել իմ ամենասիրած բանը։ Այս նախանշաններին գումարվում են նաև թուլությունը, էներգիայի բացակայությունը, կենտրոնանալու անկարողությունը եւ նյարդային համակարգի գերլարվածությունը։ Հատուկ սննդակարգը մեկը մյուսի հետևից ի հայտ է բերում հարակից բացասական էֆեկտները։ Հենց հիմա եմ փուլում եմ, որ ես ոչ ոք չեմ կարողանում ուտեմ։ Հիմա ես ստիպում եմ ինձ, որ ինչ-որ բան ուտեմ, որ գոնե մնամ 55, որովհետեւ ավելի եմ իջնում, արդեն իջնում եմ, ասենց 54, 53 տատանվում եմ դրա մեջ ու գնալով ավելի եմ իջնում, էլի։ Սննդաբաններին այս սիմպտոմները լավ են ծանոթ։ Խոսքը բժիշկ սննդաբանների մասին է։ Մարդկանց, ովքեր տարիներով սովորել են բժշկական բուհերում։ Մարդու ստամոքսը փոքրանում է եւ ցանկացած սնունդ հանգեցնում է կծկումների, հետեւաբար սրտխառնոցի։ Դրանից բացի խախտվում են նաեւ օրգանիզմի որոշ ֆունկցիաներ։ Սա էլ մյուս ճակերտավոր սննդաբանների աշխատանքի արդյունքն է, որոնք չունեն գիտելիք, կրթություն, բայց ունեն հաճախորդների մեծ բանակ։ Մարդիկ նստում են, այսպես ասած, խիստ դիետաների վրա, մոնո դիետաների հաճախ, այսինքն մեկ մթերքով, երկու մթերքով բաղկացած լսած կլինեք հավի կրծքամսով դիետան, գրեչկա մածունով դիետան հայտնի, հա, կամ ինչ-որ տենց արագ շատ քիչ կալորիական որևէ սոկեր են խմում 7 օրվա, 10 օրվա։ Խնդիրն այն է, որ նմանատիպ դիետաները երկար պահել սովորաբար հնարավոր չի լինում։ Օրգանիզմն անում է իրենը, լինում է սուր պահանջ, պոռթքում եւ վերջ, կիլոգրամները վերադառնում են։ Բարձրանում է ախորժակը, նյարդերը տեղի են տալիս, տեղի ունենում ուժեղ պոռթկում, որի հետևանքով հետ են հավաքում ամբողջ քաշը, մի բան էլ ավել, որովհետև այդ հավաքած քաշը լինում է հիմնականում միայն ճարպային զանգված, եւ այս process-ը կոչվում է յո-յո։ Այն խաղալիքի օրինակով, որ քաշը գնաց եկավ։ Հիմա պատկերացրեք իրավիճակ, երբ մարդը մի քանի ճակերտավոր դիետոլոգի է փոխել, փորձել է 10-ից ավելի դիետաներ, նիհարել ու քաշ հավաքել։ Բնականաբար այս ամենն ազդում է մարդու հոգեվիճակի վրա։ Քաշ հավաքելու վախ, արագ նիհարելու ձգտում եւ այլն։ Սովորաբար այսպես է լինում պատկերը։ Ես 70 կիլոգրամ էի, ուզում էի մի 5 կիլոգրամ նիհարեի, նվազեցրեցի 7 կիլոգրամ, 5 կիլոգրամ մեկ ամսում, հետո դարձա 80 կիլոգրամ հետ հավաքեցի, մինչև 80 կիլոգրամ, 80-ից էի ուզում իջնեի, գոնե 70 լինեի, իջա մինչև 70, հետո հավաքեցի մինչև 90։ Ներկապահին տարածում գտած չափազանց մոդայիկ դիետաներն ունեն օրգանիզմի վրա կողմնակի ազդեցությունների լայն սպեկտր։ Սովորաբար դրանք բացահայտվում են, երբ մարդը կոնկրետ առողջական գանգատներով դիմում է բժշկի։ Բացված կծիկը հետո է հասնում սխալ սննդակարգին։ Մարդուն պետք է նաև ծավալ, սննդի ծավալ, ոչ թե մենակ միրգ ու բանջարեղեն։ Ինքը շատ լավ բան է, բայց այն պետք է համատեղել մնացածի հետ, հա։ Դրա համար էլի տեսնում եք փորկապություն։ Իրան թվում է, որ ինքը լավ բան է անում, ամբողջ օրը մենակ բանջարեղեն է ուտում, բայց եթե մենակ բանջարեղեն ուտի, կողքից ոչ մի ուրիշ բան չլինի, նախ օրգանիզմը էներգիա չի ունենա, որ մի հատ աղիները շարժվեն, երկրորդը չի լինի բավարար ծավալ, որ աղիները գործի։ Թրենդային սննդակարգերից շատերը ենթադրում են հրաժարում մեկ կամ մի քանի տիպի էլեմենտներ պարունակող սննդից, կամ հակառակը։ Շեշտը դրվում է ինչ-որ կոնկրետ էլեմենտի վրա։ Ընդհանրապես մեր լեղապարկը ինչի համար է, երբ որ մենք ճարպ ենք օգտագործում, լեղապարկը կծկվում է, լեղին գնում է դեպի 12 մատնի աղիք ու մասնակցում է ճարպերի մարսման process-ին։ Այսինքն, եթե մարդը չի ուտում ընդհանրապես ճարպեր, իսպր վերացնում է, համ լավ ճարպերը, համ կոպիտ ասած վատ ճարպերը, այդ լեղապարկը գործ չունի անելու։ Լեղին այնտեղ կուտակվում է, արդյունքում մենք կարող ունենանք սլաջ, հետո իհարկե քարեր։ Ամենահայտնի սպիտակուցային սննդակարգը երբ որ նշանակում է, եւ եթե մեր քաղաքացիները ունեն օրինակ երիկամի հետ կապված անգամ թաքնված դեռ ոչ հայտնի խնդիրներ, ապա նրանք կարող են լուրջ առողջական խնդիրներ ունենալ։ Հիմա on-line տիրույթում եւ դեղատուներում կան տասնյակ հավելումներ եւ խառնուրդներ, որոնք բժիշկը բնականաբար կարող է նշանակել, բայց խնդիրն այն է, որ դրանք հաճախ նշանակում են սննդաբանությունից բավականին հեռու մարդիկ։ Ինչ որ դեղաբույս է, ինքը կարող է դա խմի։ Դա բերում է ջրազրկման, դա բերում է փորլուծության, դա բերում է էլեկտրոլիտների դիսբալանսի ու սենց շարքը սենց գնում է։ Այս հենց այն ամենը մինիմալը։ Բայց քաշի նվազում։
քաշի, բայց այստեղ շատ կարևոր է հասկանալ, մենք մարդու մոտ ինչ ենք ուզում, որ ուղղակի տուպը իր քաշը կշեռքի վրա իջնի, թե իր ճարպային հյուսվածքը իջնի։ Լրիվ տարբեր բաներ են։ Օրինակ մագնի P6 է եւ տարբեր տեսակի մագնեզիումները հաճախ այդ բադերի մեջի պարունակությունը լինում է դեղորայքին համարժեք, սակայն գրանցվում են որպես բադեր, ցույց տալով ավելի ցածր պարունակություն։ Պրոբլեմը նրանում է, որ այս դեղորայքի նշանակումը կատարում են ոչ բժիշկները։ Ըստ էության սննդային հավելումների ոլորտը, որը փոխկապակցված է տարատեսակ սննդակարգերի հետ, որևէ կերպ չի վերահսկվում։ Չի վերահսկվում նաև սննդաբանների գործունեությունը։ Կան բժիշկ սննդաբաններ, ովքեր լիցենզավորվում են, եւ կան չակերտավոր սննդաբաններ, որոնք կարող են հայտարարել, որ իրենք նուտրիցիստ են, ոլորտ, որը չի լիցենզավորվում։ Սրանից էլ ածանցվում է հետևությունը, որ պետությունը վերահսկողություն իրականացնելու պարտավորություն չունի։ Իրականում այն ամենը, ինչը ազդում է մարդու առողջության վրա, պետության հսկողության տիրույթում է, այլ բան, որ համապատասխան պետական մարմինները այս ոլորտը կարգավորելու որևէ ցանկություն չունեն։ Երբ որ մենք դրեցինք լիցենզավորում, այդ մարդը ծանր ճանապարհ անցավ, լիցենզավորումն անցավ, սովորեց, դիպլոմները բերեց, ամեն ինչ ճիշտ անում է, իսկ այն մյուս մարդը առանց որևէ բանի խորհուրդ է տալիս ու իրան ոչինչ չի լինում, այստեղ անարդարության մեծ զգացողություն առաջանում, որտեղ այս բալանսը պետք է ունենանք։ Պետք է այս մարդիկ, որոնք դրանով զբաղվում են, հասկանան, որ իրենք այսպես ասած հանցագործություն են անում, որովհետև չհասկանալով խնդրի խորությունը զբաղվում են այդ այսպես ասած բժշկությամբ։ Խնդիրն այն է, որ չակերտավոր սննդաբաններն ավելի ցանկալի առաջարկներ ու խոստումներ են տալիս մարդկանց, քան իրական մասնագետները, բնականաբար չներկայացնելով, թե ինչ է լինելու նրանց հետ ապագայում։ Ես երբ որ ասում եմ 1 տարվա ընթացքում ձեր քաշի 10%-ը, եթե մեզ մոտ ստացվի, այդ շատ լավ արդյունք է, պատկերացրեք 130 կիլոգրամանոց մարդու համար 10%-ը 13 կիլոգրամն է, ինքը երբ որ տեսնում է ինչքան ժամանակ դեռ դրան պիտի տրամադրի, այստեղ ոնց որ այդ անելանելիության զգացողությունն է առաջանում։ Իսկ ինչ է լինում, եթե մարդը կասկածելի սննդակարգերը չարաշահում է եւ նույնիսկ ակնհայտ նշանների դեպքում չի դադարեցնում դրանք։ Մենք տեսնում ենք ուրիշ պրոցեսներ, օրինակ մազաթափություն հասարակ, եղունգների կոտրտվածություն հասարակ, հոգնածություն, էներգիայի պակաս, կանանց դեպքում օրինակ անպտղության կարաբերի, այսինքն դաշտանի բացակայություն եւ անպտղություն։ Նույնն է իրական նաև տղամարդկանց դեպքում չենք բացառում։ Հիմա էլ ասում են մենք առողջ սննդակարգով ենք նվազեցնում քաշը, եւ երբ որ նայում ես իհարկե այդտեղ առողջի ոչինչ չկա, որովհետեւ շատ սուղ կալորիական, քիչ կալորիական դիետան չի կարող համարվել առողջ։ Ինչպես արդեն հասկացանք, վատ սննդակարգը շատ բացասական է ազդում մարդու ֆիզիոլոգիական վիճակի վրա, բայց այն էլ ավելի բացասական է ազդում մարդու հոգեբանական վիճակի վրա, եւ սա մի խնդիր է, որը շատ դժվար է լուծվում։ Արմեն Աթալյան, Անդրանիկ Ներկարարյան, Սուրանկյուն։